Սիրելի քույր եղբայրներ, կարևոր ժամանակ արդեն մոտիկանում ավարտին։ Ես շատ կարճ հորդոր կանեմ, դու աղոթքի տեղ կտանք։ Կարծում եմ Սաղմոս 90-ի 8-ը մեր անորությունները քո առջև տեն, մեր ծածուկ մեղքերը քո երեսի լույսի մեջ դրիր։ Եմ յուրիշ համար էլ կարդամ նոր ուխտից։ Երկրորդ Կորինթացիս 4:18 Վանզի մենք երևցած բաներուն չենք նայիր, ապա չերևցածներուն, քանզի երևցած բաները ժամանակավոր են, բայց չերևցածները հավիտենական։ Մեր ծածուկ մեղքերը իր երեսի լույսի մեջ է։ Տենց է գրում գիրքը։ Այսօր այնքան ծածուկ մեղքեր կա մեր մեջ։ Իմ մեջ էլ կա, քո մեջ էլ կա։ Հոբ արդար մարդեր, աստվածապաշտ մարդեր, հոգևոր մարդեր, եւ այդ դարում երևի իրանման արդար մարդ չկար։ Բայց այս մարդը ծածուկ բաներ կար մեր չէր տենում։ Այսօր մարդի ծածուկ մեղքերը Աստծու երեսի լույսի մեջ են։ Եվ Հոբը փնտրեց Աստծուն, ես դրա համար կարևոր բան է սա։ Մենք կարող է հավատանք, Աստված կա, զորություն կա, խաչ կա, սեր կա, այրում կա, այս կա, այն կա, բայց մեր մեղքերը չհասկնան։ Տեսեք ինչ ասում։ Քո վրայով ականջի լրով լսել էի, բայց հիմա աչքերս են տեսնում քեզ։ Անոր համար իմ անձ առամարում եմ, հողի մոխրա զղջում եմ։ Այս մարդը հոգու աչքերը պիտի բացվի։ Հոգու աչքերը մարդին չբացվավ, անտեսանելին չի տեսնի, չի կարա տեսնի։ Դրա համար Պողոսը ասում ենք մենք երևցած բաներին չենք նայում, չերևցածներին։ Մենք հոգու աչք ունենք։ Մեր հոգու աչքը լուսավորողը ինքն է։ Իր խոսքն է։ Ասում է քո լույսով ենք տենում լույսը։ Են ռամիկ մարդը, Իսրայելին, չեր հասկանում, աղյուս էր բանանում, նա մնացել է տենց ճանապարհին մեռավ գնաց, բայց Մովսեսի նման մարդը թագավոր էր, նրա հավատքը բացեց իր հոգու աչքերը, չընդունեց փարավոնի աղջկա որդի Սվիլը, Քրիստոսի նախատինքը հարստություն տեսավ, հավերժությունը տեսավ, անտեսանելին տեսավ, աղոտ կարավ հոգուտ աչքերը բացվի, տեսնես նրա երեսը և քո ծածուկ մեղքերը տեսնես, ընգնես ու ողբաս, հոբը տեսավ, իր մեղավոր լիները առհամարում էր մարդկանց, 30 գլխում ասմա, հիմից ծաղրում են ինձի նրանց, որոնց հայրերը շներից է տնել չէի հաճում, բայց հիմա այս մարդը իրան առամարում, իր ծածուկ մեղքերը տեսավ, այսօր շատ քարոզներ կարող է լսեք, եթե չի բացում մարդի մեղքի բնությունը, մարդը ինչքան ասում տեսնի, այնքան առամարելու է իրան, հողի մոխրվա զղջալու յանա, Աստծուն ինչքան տեսնես, քեզ պետք է առամարես, ինչքան քեզ տեսնես, քո ոչնչություն հասկնաս։ Աբրամի նման մարդը խերետ մարդ հետ կար մեծ, նա իրան զգում էր հողմոխիր փոշի, ասում էր հողմոխիրը քո հետ խոսել անգսում, նա տեսել էր ով է ինքը։ Պողոս Սարաքյան նման մարդ ասում է, ես մեղավորների գլուխն եմ, տեսավ ես մարդի հոգու աչքերը, Աստծո երեսի լույսի մեջ, տեսավ իր ծածուկ մեղքերը, և ընկավ ապաշխարեց, 140 տարի օրհնյալ կյանք ապրեց, Հիսուսի անունը սքանչելի է,
Սքանչելի կյանքը ապրում է նա, որ սքանչելին ապրի քո մեջ։ Իսկ առանց քո մեղքը ճանաչելու, առանց քո մեղքը հասկանալու, դու չի բացվի քեզ քո Աստծու երեսի լույսը։ Երբ որ բացվավ, ասմականջի լրով լսել էի քո մասին, բայց իմ աչքերս տեսնում են քեզ։ Անոր համար անձս արամարում եմ։ Ով որ անձը պաշտպանել գիտի, որ անձը փառավորել գիտի, նա լրիվ կույր է։ Ով որ մեծարել գիտի իրան, երևալ գիտի իրան, ինչքան Աստծո լույսը տեսնես, այնքան դի արամարես քեզ։ Հողի մոքրը զղջաս դու։ Եթե մենք Քրիստոսի լույսը տեսնում ենք, ես այդ աղոթները ամեն օր անում եմ։ Ես գիտեմ, ես մարդ եմ։ Ես հասկանում եմ, ես մարդ եմ։ Այս աղոթքը ես ամեն օր անում եմ, այս աղոթները։ Նայեք ինչ է գրված։ Երբ Աստված բարձրանում իմ մեջ, մարդու անբարտավան աչքերը պիտի խոնարհին, մարդկանց հպարտությունը պիտի ցածրանա, այն օրը միայն Տերը պիտի բարձրանա։ Պավել, դու մարդ ես, քո մեջ անբարտավանություն էլ կլինի, հպարտություն էլ կլինի։ Ես ասում եմ, սրտանց լացելով էլ, այսօր առավոտել եմ, ես աղոթն արել եմ։ Տեր Աստված, իմ հպարտությունը, իմ անբարտավանությունը ցածրցրա, որ դու բարձրանաս, ուրիշ օր չի բարձրանում։ Էսի մարդը դժվար ընդունում, ոգևորված քարոզներ շատ ենք լսել։ Բացվի քո աչքերը։ Տենաս նա բարձրանում է քո մեջ, թե դու ես բարձրանում։ Քո անբարտավանությունը, պարտությունը չցածրացավ, երբեք նա չի բարձրանա քո մեջ, երբեք։ Հոբի նման ասում եմ, Տեր, ինչպես հոգի աչքերը ուսավորեցիր։ Նա իրան զարամարել սովորեց, հողի մուտքը զղջացել։ Լուսավորի իմ աչքերը, Հիսուս, որ ինձ զարամարել սովորեմ, հողի մոքրա զղջալ սովորեմ։ 140 տարի այս աղոթն արել է, դրա համար ոչ մի տրտմություն չի վայելել։ Պողոսի նման ամեն օր ասում եմ, լացելով ասում եմ, Հիսուս ջան, դուր միշտ քո մահը կրեմ, քո մահը, որ դու ապրես իմ մեջ։ Առանց մեր մեռնելու նա չի ապրի մեր մեջ։ Սա հասկանալ է պետք, տեսնել է պետք, հասկանալ է պետք։ Ոգևորված քարոզները մարդկանց կործանում են տանում։ Խարիզմատիան տեղից ացնվել։ Խարիզմատիան տեղից ացնվել։ Որ Հիսուսը զորավոր է, էսա, ենա, ամեն ինչ լավա, բող պտիրա մեղքերը տենա։ Հոբի 42 գլուխը գրվա մի բանի համար, որ տեսավն Աստծուն անձարամարեց, հողի մոքրա զղջաց և Աստված փառավորվավ այս մարդի կյանքում։ Սա է հոգևորությունը։ Ես խնդրում եմ ձեզ, ամեն օր աղոթեք, որ ձեր ոչնչությունը հասկանաք։ Ձեզ արամարել սովորեք, հողի մոքրա զղջալ սովորեք, միշտ Քրիստոսի մահը կրել սովորեք։ Պողոսից խելացի ենք, Պողոսից զորավոր ենք, Պողոսից սուրբ ենք, Պողոսը ամեն ատեն Քրիստոսի մահն էր կրում, ամեն ատեն։ Եվ իսկական քարոզիչներ նրանք են, որ մեռնում են իրանք և իրանցից կյանք է եթում ժողովրդին։ Եթե չես չմեռա, կյանք չի գնա ձեր մեջ, հեքիաթ կլինի։ Ես խնդրում եմ բոլորից, աղաչում եմ բոլորից, կոտրվենք Աստծո առաջ, մեր աչքերը տեսնի նրան, մեր ծածուկ մեղքերն ու սխալները հասկանանք և մեր անձերը առամարենք, հողի մոքրա զղջանք, որ Հիսուսը գավաղը, ասենք Տեր Հիսուս, ես խորը համոզված եմ, վերջի դարի եկեղեցու վիճակը տեսեք ոնց է, վերջի դարի եկեղեցու անդամների վիճակը ոնց է, նայեք ոնց է լինելու։ Հոգին ու հարսը կսեն եկուր, հոգին, հարսը նենց է ձուլվե հոգու հետ սուրբ հոգու, որ իրա հետ ասում ամեն եկուր Տեր Հիսուս։
ծուրվել է, մեկ հոգի ադարել, և ասում է, ամեն եկուր Տեր Հիսուս, ծուրվել Աստծո հետ, որովհետև հասկանում է իր ոչուչությունը, հասկանում է իր անպետք լինելը, ինչքան Տերը բարձրանա քո մեջ, այնքան քո ծածուկ սխալներու մեղքերը պիտի տեսնես, և քեզ առամարելը սովորես, հողի մոխրիրա զղջալ սովորես, սա է հոգևոր մարդի ճանապարհը,